Հարբուխ, բարձր ջերմություն, փսխում։ 3 տարեկան Արմանը հոկտեմբերից ի վեր մի քանի անգամ վարակվել է սուր շնչառական վիրուսով։ 2 օր է նորից հիվանդ է։ Երեկոյան ժամերին ջերմությունը բարձրանում է հասնելով 38.5-ի։ Առաջին 2 օրերին վիրուսի դեմ հեղուկներով են պայքարել։ Մեր դեպքում երբեք ինքնաբուժությամբ չեմ զբաղվում, առանց բժշկի նշանակման չեմ տալիս դեղորայք, առավել ևս անտիբիոտիկ։ Հետևում եմ երեխայի վիճակին, առաջարկում եմ շատ հեղուկներ, ջերմիչեցնող տալիս եմ 38.5 բարձր ջերմության դեպքում, ու եթե շարունակվում է այս վիճակը պահպանվել 2 եւ ավել օր, անպայման դիմում եմ մանկաբույժի, ու արդեն ըստ մանկաբույժի ցուցումների շարունակում հետագա բուժումը։ Նոնայի որդին էլ 2 շաբաթ է դպրոց չի գնում։ Վիրուսը չորհազով է սկսվել, ջերմությամբ ուղեկցվել։ Մոտ 1 շաբաթ տնային պայմաններում բուժելուց հետո կարծել է լավացել է, ուղարկել է դպրոց, բայց երեկոյան ժամին երեխայի ինքնազգացողությունը նորից վատացել է։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։ Սուր շնչառական վարակն ակտիվացել է հոկտեմբերից։ Վարակակիրները հիմնականում 0-ից 18 տարեկան անչափահասներն են։ 60%-ից ավելին 0-ից 4 տարեկան երեխաները։ Հանրապետության 3 մարզում եւ մայրաքաղաքում են ցուցանիշները բարձր՝ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնում եւ Երևանում։ Պայմանավորված եղանակով բատողանները փակվում են, չինոթափողվում, երեխաները շփվում են եւ այդ սուր շնչառական վարակների մասնիկները այսպես ավելի ոնց որ սկսում են ավելի հեշտությամբ փոխանցվել մեկին մյուսին, այդ դրանով պայմանավորված եւ իհարկե փոքր երեխաներին նաեւ շնչառական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված։ Կան ծնողներ, որ նախընտրում են վարակակիր փոքրիկին մայրական սիրով, բուսական թեյերով կամ անտիբիոտիկներով բուժել առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Համաճարակաբան Խաչատրյանը վտանգավոր պրակտիկա է համարում այս մոտեցումը։ Տան պայմաններում կարելի է հետևել օդափոխությանը, ձեռքերի հիգիենային, երեխայի սննդակարգին, հագուստին, բայց այդքանը բավարար չէ ամբողջական բուժման հասնելու համար, հատկապես երբ երեխան 1 շաբաթից ավելի է նույն վիրուսն է կրում։ Եթե ախտանշաններ ունեն, մնան տանը, չզբաղվեն ինքնաբուժմամբ, դիմեն կամ մանկաբույժին, կամ տեղամասային բժշկին, կամ ընտանեկան բժշկին եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունեն, բուժում ինքնուրույն իրենց չնշանակեն, որովհետեւ բուժումը ցուցված է կոնկրետ ուրեմն դեպքերում եւ դա պիտի նշանակի կոնկրետ բժշկի կողմից։ Հանրապետությունում միայն գրիպի H3N2 տեսակը չէ տարածված։ Կան մի քանի վիրուսներ եւս, այդ թվում կորոնավիրուսը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով անցյալ շաբաթ դիմել է 7209 վարակակիր, իսկ դրանից առաջ 6124։ Համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը կարծում է սուր շնչառական վարակների դեմ պայքարում արդյունավետ է պատվաստվելը։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։